Ինչպես է մարդը գալիս համոզման, որ Հիսուսը Քրիստոսն է։ Աստծո խոսքի իմաստը հասկանալու միջոցով։ Աստծո խոսքի իմաստը հասկանալու միջոցով։ Ինչն է նպաստում իմաստի ընկալմանը։ Երկու միջոց իմաստի ընկալման համար տեսնում ենք 3-րդ համարում։ Ուրեմն առաջին իմաստը հասկանալու միջոցը մեկնաբանությունն է եւ համոզվելու միջոցը փաստերն են։ Նայեք 3-րդ համարին։ Պողոսը բացատրում էր եւ ապացուցում, որ Քրիստոսը պետք է չարչարվեր ու մեռելներից հարություն առներ։ Նա է Քրիստոսը, Հիսուսը, որի մասին ես քարոզում եմ ձեզ։ Ղուկասը այս մեկ համարում ցույց է տալիս Պողոսի կողմից կատարված երկու գործողություն, որոնք նպաստում են լսարանի համոզմունքների փոփոխմանը։ Այս երկու բայերը դիենոյգո եւ պարադիդեմի, մեկը նշանակում է բացատրում էր, մեկնաբանում էր, մյուսը նշանակում է ապացուցում էր։ Սրանք երկուսն էլ հունարենում օգտագործված են ներկա ժամանակով։ Ինչու է սա կարևոր։ Քանի որ եթե գրված լիներ մեկնաբանելով ապացուցում էր, դա կնշանակեր, որ մեկնաբանությունը միջոց է ապացույցի համար։ Բայց այստեղ գրված են երկու տարբեր բառեր ներկա ժամանակաձևով ցույց տալու համար, որ եւ մեկնաբանությունն է առանձին գործընթաց, եւ ապացույցներ բերելը։ Ուրեմն Աստծո խոսքի իմաստը հասկանալու համար պետք է մեկնաբանություն եւ փաստեր։ Գրված է բացատրել բառը դիենոյգո, նշանակում է բացահայտել կամ բացել։ Բացել այն ինչ նախկինում փակ էր։ Օրինակ բացել միտքը կամ սիրտը, այսինքն դարձնել կամավոր մարդուն, ինչը գրված էր մի քանի համար առաջ, Լիդիայի սրտի առնչությամբ, նույն դիենոյգոնը Տերը նրա սիրտը բացեց, որ նա հասկանա։ Իսկ դիենոյգոն այստեղ այն իմաստով է, որ Պողոսը բացում է գրքերի իմաստը, ոչ թե սիրտը։ Տերը բացում է մարդու միտքը, Պողոսը բացում է հասկացողությունը, որ գրքի իմաստը կարողանան հասկանալ։ Նա մեկնաբանում է, նա պարզաբանում է։ Իսկ ինչ է մեկնաբանում Պողոսը։ Նայեք համարի շարունակությանը, որ Քրիստոսը պետք է չարչարվեր ու մեռելներից հարություն առներ։ Ստացվում է, որ Պողոսը մեկնաբանում էր Հիսուսի առաքելության իմաստը, որը չէր ընկալվեր հրեաների կողմից, իսկ հեթանոսների համար նորություն էր։ Հրեաները համաձայնվում էին լսել նրա խոսքը, որը հիմնված էր 5 տակարանյան գրությունների վրա։ Նրանք համակարծիք էին մինչև Քրիստոս։ Սակայն հրեաները ճշմարտություն համարելով 5 տակարանի գրությունները դրանցում հիմք չէին գտնում Քրիստոսին ընդունելու համար։ Պողոսը ընդունելով Սուրբ Գիրքը դրանցում մեծ հիմք էր տեսնում հավատալու համար, եւ հիմա պետք է ապացուցի նրանց։ Այսպիսով, հրեաներին համոզելու համար Սուրբ Հոգով լցված Պողոսը պետք է դատողություններ աներ եւ ապացուցեր, որ գրությունների իր ըմբռնումը ճիշտ է եւ հրեաներինը սխալ։ Պողոսի քարոզի այս տեսակի մասին մեթոդերին այսպես է գրում. Ավետարանչությունը պետք է լինի քարոզ, որը կառուցված է ինչպես աստվածաշնչյան փաստարկների, այնպես էլ տրամաբանական եզրակացությունների վրա։ Հենց այդպիսին էր Պողոսի քարոզը այստեղ, քանի որ նա նրանց հետ խոսում էր գրքերից եւ բացում էր դրանց իմաստը, մեկնաբանում էր։ Մենք պետք է գրությունները ընդունենք որպես անսասան հիմք, ճշմարտություն եւ չափանիշ մեզ համար։ Իսկ հետո ելնելով գրություններից գրում է նա. տրամաբանական ճանապարհով հղում անելով դրանց հերքենք բոլոր այն մտքերը, որոնք չեն համապատասխանում Սուրբ Գրքին։ Ուշադրություն։ Բանականությունը պետք չէ հակադրել գրություններին, այլ օգտագործել դրանց մեկնաբանման եւ գործնականում կիրառման համար։ Պողոսի քարոզի եւ դատողությունների էությունը ու վերջնական նպատակն էր ապացուցել հետեւյալը, որ այս Հիսուսը, որի մասին ես քարոզում եմ, Քրիստոսն է։ Հենց այս դրույթն է նա բացահայտում։ Պողոսը հիանալի տիրապետում է դատողությունների տեխնիկային։ Նա ցույց էր տալիս իր լիակատար իրազեկված լինելը, իր հիմնավոր ըմբռնումը, ինչպես նաև իր լիակատար վստահությունը իր քարոզածին, որոնք ամուր տրամաբանություն ունեին։ Ուրեմն, մեկնաբանությունն ուղղված է բացատրելու Հիսուսի առաքելությունն ու իմաստը եւ դրա հերթականությունը։ Քրիստոսը պետք է չարչարվեր ու մեռելներից պետք է հարություն առներ։ Տեսնում եք Պողոսի ավետարանչության թեման՝ խաչյալ եւ հարուցյալ Քրիստոս։
Նա մեկնաբանում է ճիշտ այն, ինչը ընկալելու հարցում հրեաները գայթակղվել են, եւ Սիոնի անկյունակարը իրենց համար գլորման քար է եղել։ Մակարտուրը գրում է այն, որ Մեսիան պետք է գար եւ իր ազգի ձեռքերով սպանվեր, հրեաների պատկերացումներից դուրս էր։ Նույնիսկ առաքյալների համար ժամանակ պահանջվեց, որ կարողանային հասկանալ այս ճշմարտությունը։ Հիշում եք Մատթեոս 16:21-22-ում Հիսուսը երբ խոսում էր, հայտնեց իր աշակերտներին Երուսաղեմ պետք է գնա ծերերից, քահանաներից, դպիրներից, չարչարվի, սպանվի, հարություն առնի, Պետրոսը մի կողմ քաշեց նրան, ասաց. «Քավ լիցի Տեր, թող քեզ այդպիսի բան չպատահի»։ Տեսնում եք, նույնիսկ Պետրոսը դեռ չէր հասկացել այդ ժամանակ իմաստը։ Պողոսը գրում է հրեաների ընկալման դժվարության մասին, թե ինչպես են նրանք վերաբերում Հիսուսի մասին քարոզչությանը։ Առաջին Կորինթացիս 1:23-24 մենք քարոզում ենք խաչալ Քրիստոսին, որ հրեաների համար գայթակղություն է, հույների համար էլ հիմարություն։ Սակայն կանչված հրեաների եւ հույների համար Քրիստոս Աստծո զորությունն ու իմաստությունն է։ Պողոսը գիտի, որ բոլոր դեպքերում պետք է Հիսուսի մասին քարոզի, քանի որ կանչվածների համար այն կլինի Աստծո զորությունը, որը կտեսնենք հենց այս քարոզի արդյունքում։ Հարց. ինչի մասին ենք մենք խոսում ավետարանելիս։ Արդյոք մեր ջանքն ուղղված է նրան, որ կարողանանք ըմբռնելի դարձնել Հիսուսի աշխարհ գալու իմաստը։ Արդյոք մենք կարողանում ենք բացատրել, որ Հիսուսը խոստացված Մեսիան էր։ Նա կա 5 կտակարանում, կա նոր կտակարանում, աշխարհի ստեղծումից առաջ։ Արդյոք մենք կարողանում ենք ճիշտ մեկնաբանել Աստծո խոսքը, որի արդյունքում ընկալելի կդառնա դրա իմաստը։ Իսկ այս դեպքում իմաստը հենց Հիսուսն ինքն է։ Պողոսը հստակ մեկնաբանում է եւ շոշափելի դարձնում գրվածի իմաստը։ Ահա թե ինչ ճանապարհով է փոխվում մարդու համոզմունքը։ Կարևոր սահմանում մարդուն փոխում է Աստծո խոսքը, ոչ թե որևէ այլ միջոց։ Նրանք եթե փոխվում են հենվելով Սուրբ գրային ճշմարտություններին։ Մարդու համոզման գալու ճանապարհին Աստծո խոսքի բացատրությունը անխուսափելի է։ Պետք է բացատրել, պետք է մեկնաբանել նրան, քանի որ ինչպես հավատան նրան Պողոսը կասեր, ում մասին չեն լսել։ Աստծո խոսքի իմաստի ընկալմանը տանող երկրորդ միջոցը նայեք։ Երկրորդը փաստերն են։ Նայեք համարի երկրորդ մասին։ Համոզվելու միջոցը փաստերն են։ Բացատրում էր եւ ապացուցում։ Ապացույց բառը պարադիդեմի բառն է, որ երկու մասից է կազմված։ Պարա մոտ դեպի եւ դիդեմի դնել, նշանակում է մոտ դնել կամ տեղադրել ինչ-որ մի բանի մոտ, ինչ-որ մեկի առջև։ Օրինակ, որպես ուսուցիչ մեկի առջև դնել կամ ներկայացնել, առաջարկել կամ փոխանցել ուսուցումը։ Այս համատեքստում իմաստը հետևյալն է. Պողոսը որպես ուսուցիչ փաստերը նրանց առջև էր շարում Հիսուսի Քրիստոս լինելու վերաբերյալ։ Նկատում եք, որ մարդն այս ողջ ընթացքում լսում է Աստծո խոսքը, ոչ թե փիլիսոփայություն։ Աստծո խոսքի ամբողջական բացատրություն նշանակում է մեկնաբանել եւ փաստարկել։ Եվ այսպես էին անում Աստծո ծառաները Սուրբ գրքում։ Ում եք հիշում Գործք առաքելոցից, որ գրվածքների իմաստը հասկանալու խնդիր ուներ։ Ներքինին կարդում էր, բայց իմաստը չէր հասկանում։ Եվ նրան պետք էր մեկը, որ կբացեր գրքերը, որ իմաստը կբացատրեր նրան։ Եվ երբ որ Փիլիպոսը մոտեցավ, գրված է, ասաց. «Արդյոք հասկանում ես, ինչ որ ընթերցում ես»։ Նա էլ ասաց. «Ինչպես կկարողանամ, եթե մեկը ինձ չառաջնորդի»։ Եվ խնդրեց, որ Փիլիպոսը բացատրի, եւ Փիլիպոսը բացեց գրքերը, մեկնաբանեց Հիսուսի մասին խոսելով։ Նույնն էին անում 5 կտակարանում։ Քարոզիչները անգիր գիտեն այս հատվածը։ Նեհեմիա 8:8 եւ 12-րդ համարները գրված է այսպես. «Եվ Աստծո խոսքի, Աստծո օրենքի գրքից հստակ կարդում են եւ բացատրելով հասկացնում կարդացածը»։ Բացատրելով հասկացնում կարդացածը։ Եվ 12-րդ համարում ասում է. «Եվ ամբողջ ժողովուրդը գնաց ուտելու, խմելու եւ բաժիններ ուղարկելու եւ մեծ ուրախություն անելու պատճառ լսեք, որովհետեւ հասկանում էին այն խոսքերը, որ նրանց բացատրում էին»։
Ահա թե ինչու ենք կարևորում բացատրական քարոզը։ Ինչու ենք ջանք անում ճիշտ մեկնաբանելու, լեզու եւ քերականություն սովորել, որ կարողանանք գրվածների իմաստը բացատրել։ Ոչ թե պարզապես վերընթերցել եւ գնալ տուն, որը բոլորդ կարող եք անել։ Ես ինչ պետք է ավել անեմ այստեղ, եթե նույն բանն ընթերցեմ, մի քանի ուրիշ ձևով ասեմ, դուք գնաք տուն։ Եթե ես չփորձեմ բացել գրքերը, մեկնաբանել դրանց իմաստը, ինչ օգուտ կլինի ձեզ։ Հիշեք, Աստծո խոսքի իմաստը բացատրելը առաջին հերթին հենց քարոզիչների գործն է։ Էլ ինչ պետք է անի հովիվը, եթե ոչ խոսքը բացատրելը, հասկացնելը։ Իմաստի մեկնաբանումը բազմակողմանի աշխատանք է կատարում, այն փոխում է մարդու միտքը, տալիս է վստահություն, տալիս է խաղաղություն, բերում է իսկական տևական մխիթարություն, հոգում է մեր կյանքի կարիքները։ Տեսնում եք, որ եւ հին կտակարանում, եւ նորում հենց այս են արել մարդիկ։ Բացատրել են Աստծո խոսքի իմաստը, փաստարկել են, որը եւ բերել է մարդկանց կյանքում իրական եւ արմատական փոփոխություն։ Ոչ միայն Նեհեման էր անում, ոչ միայն Փիլիպոսը, ոչ միայն Պողոսը, այլ նաև մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսը արեց սա։ Գիտեք, նույնն էր անում Հիսուսը Էմաուսի ճանապարհին։ Ղուկաս 24:31-32 ուշադիր լսեք, խնդրում եմ։ Եվ նրանց աչքերը բացվեցին ու նրան ճանաչեցին եւ նա աներութացավ նրանցից եւ միմյանց ասացին. Չէ որ մեր սրտերը մեր մեջ վառվում էին, երբ ճանապարհին մեզ հետ խոսում էր, Սուրբ Գիրքն էր մեզ բացատրում։ Բացատրել բառը նույն դիենոյգոն է այստեղ։ Imperfecto, որը ցույց է տալիս Հիսուսը նույնն էր անում, բացում էր գրքերը։ Եվ ինչ էր ցույց տալիս։ Իր մասին գրվածներն էր ցույց տալիս գրքերում, որ հասկանային իմաստը։ Զարմանալի չէ, որ երբ բացատրվում է Աստծո խոսքը եւ փաստարկներ բերվում գրքերից, ոմանց ներսը բորբոքվում է։ Ոմանց մտքերը փոխվում են, ոմանց համոզմունքներն են փոխվում, ոմանք որ ճանապարհին տխուր էին այս աշակերտները, իմաստը հասկանալուց հետո 35-րդ համարում նայեք ինչ է գրված։ Աշակերտներն էլ պատմում էին այն, ինչ եղավ ճանապարհին ու թե ինչպես իրեն ճանաչել տվեց նրանց հաց կտրելու ժամանակ։ Այդ ինչպես ոգևորվեցին, փոխվեց նրանց մտքերը, որովհետև հասկացան իմաստը։ Հիշեք, բառերի զորությունը դրանց իմաստի մեջ է։ Փաստերը կարևոր դեր ունեն եւ Հիսուսն ինքն էլ տվեց փաստեր, երբ իր նկատմամբ կասկածներ կար։ Հիշում եք Հովհաննեսը մարդ ուղարկեց, հարցրեց. «Դու էիր, որ պիտի գայիր, թե ուրիշի սպասենք»։ Հիսուսի պատասխանը լսեք. «Գնացեք, պատմեցեք Հովհաննեսին, ինչ որ լսում ու տեսնում եք։ Կույրերը տեսնում են, կաղերը քայլում, բորոտները մաքրվում, խուլերը լսում, մեռելները հարություն առնում, աղքատներին ավետարանն է քարոզվում եւ երանին նրան ով ինձանով չի գայթակղվի»։ Հիսուսը Հովհաննեսի հարցին ուղիղ այո կամ ոչ չի պատասխանում։ Սակայն նա իր աշակերտներին ասում է գնացեք պատմեք այս փաստերը, ինչ որ տեսնում եք։ Այս ամենը իհարկե վկայում էր այն մասին, որ Հիսուսը իսկապես Մեսիան էր եւ Հովհաննեսը դա հասկացավ եւ ամրապնդվեց։ Նկատեք, որ փրկյալների համար են արդյունավետ այս քայլերը։ Քանի որ Հիսուսի ոչ հարությունը, ոչ հրաշքները, ոչ էլ նույնիսկ Ղազարոսի հարությունը դարձի չբերեցին անհավատներին։ Ինչպես նաև Աբրահամն էր ասում աղքատ Ղազարոսի պատմության մեջ, հիշում եք, եթե մեռելներից մեկն էլ հարություն առնի, չեն հավատալու։ Այնպես որ մեկնաբանություններն ու փաստերը ինտելեկտուալ ճանաչողություն են ապահովում նրանց համար, ովքեր Աստծո կանչվածներն են գրում են մակարդուրը։ Իսկ չհավատացողների համար ոչ մի նշանակություն չունեն, եթե նույնիսկ մեռելը հարություն առնի։ Դրա համար չպետք է գնալ այն ծայրահեղությանը կարծելով, որ եթե իմաստը բացատրվեց, ուրեմն 100%-ով լսողները պետք է դարձի գան։ Ահա թե ինչպես էր Պողոսը բացում գրքերը, մեկնաբանում էր դրանք եւ բերում էր փաստեր, մարդիկ հասկանում էին դրա իմաստը։ Կոչ եւ քարոզիչներից եւ լսարանին։ Սիրելիներ, ոչ թե միայն վերընթերցեք այն, ինչ բոլորն էլ կարող են կարդալ, այլ բացատրեք դրա իմաստը։ Ըմբռնելի դարձրեք այն, ինչը Տերը նկատի է ունեցել այդտեղ։ Ցույց տվեք Հիսուսին Աստվածաշնչում։ Մեկնաբանեք տեքստերը, բերեք ամուր փաստեր եւ վստահեք Տիրոջը, որ գործում է խաչյալ
եւ հարուցյալ Քրիստոսի քարոզչությամբ։ Սիրելի մարդ, եթե դու հрьяաների նման ահռելի տեղեկություն ունես կրոնների, Աստծո, աշխարհի եւ շատ բաների մասին, բայց դեռևս չես հավատում, խաչված եւ հարություն առած Հիսուսին, դու փրկված չես։ Դու կարիք ունես հիմա արագաշարժ լինելու լսելու մեջ, ինչպես Հակոբոսն է ասում, որ բացահայտվի իմաստը քեզ, որ դու կարողանաս հասկանալ, համոզվել։ Հիսուսը, երբ Էմաուսի ճանապարհի այդ երկու աշակերտներին խոսում էր, այնտեղ նրանց ասաց, ով անմիտներ, որ դանդաղում եք հավատալ, հնագրային բառը այդ նույն բառն է, հայերենում թուլասիրտ էր թարգմանած, նկատի ուներ, որ դուք ձեր մտային կարողությունները չեք ներդնում լավ ուսումնասիրելու համար, չէ որ գրված էր, որ Հիսուս պետք է խաչվեր, այսինքն դուք եթե շատ ժամանակ տրամադրեիք, սովորեիք այդ ճշմարտությունները, դուք կունենայիք լիարժեք փաստեր իմ գալստյանը ճիշտ սպասելու եւ չէիք տատանվի։